Ուրիշի ընտանիքը սերիալի շուրջ ամեն ինչ կարծես հուշում է, որ նախագիծը մոտենում է իր ավարտին։ Վերջին օրերին հատկապես ուշադիր հեռուստադիտողները նկատել են մի կարևոր մանրուք։ Սերիալի մի քանի դերասաններ արդեն փոխել են իրենց արտաքին տեսքը, ոմանք ներկել են մազերը, ոմանք ամբողջովին փոխել են ոճը և հեռուստադիտողների համար սա գրեթե միշտ նույն նշանակություն ունի՝ նկարահանումներն ավարտվել են կամ ավարտական փուլում են։ Սերիալների աշխարհում դերասանները սովորաբար երկար ժամանակ չեն փոխում իրենց արտաքինը, եթե նախագիծը դեռ ընթացքի մեջ է, հատկապես երկար սերիալներում կերպարի արտաքինն արդեն դառնում է նրան ճանաչելի մասը և ցանկացած կտրուկ փոփոխություն նշանակում է, որ դերասանն ազատվել է իր կերպարի սահմանափակումներից։ Հենց այդ պատճառով էլ երկրպագուները սկսեցին հասկանալ ուրիշի ընտանիքը գնում է դեպի իր վերջաբանը։ Եվ եթե իսկապես ավարտվում է սերիալը, ապա շատերի համար սա պարզապես հերթական նախագծի ավարտ չէ, սա պատմություն է, որի հետ մարդիկ ապրել են ամիսներ շարունակ։ Հեռուստադիտողները սովորել էին ամեն երեկո վերադառնալ այդ ընտանիք, այդ խնդիրներին, այդ հարաբերություններին, Նորոյի ցավը, Մագդայի պայքարը, Ալինայի հիվանդությունը, Էլիզի ատելությունն ու ներքին կոտրվածքը, Արշակի մեղքի զգացումը, Հասմիկի խանդը, Լանայի գաղտնիքները և այս ամենը դարձել էին մարդկանց առօրյայի մի մասը։ Այս սերիալը շատերի համար առանձնացավ հենց իր հոգեբանական ծանրությամբ, այն պարզապես ընտանեկան դրամա չէր, այն պատմում էր այն մասին, թե ինչպես մեկ սխալը կարող է տարիներով հետապնդել մարդկանց, ինչպես չասված ճշմարտությունները կարող են քանդել ամբողջ ընտանիքներ և ինչպես ատելությունը կարող է փոխանցվել մի սերնդից մյուսին։ Բայց միևնույն ժամանակ սերիալը միշտ պահել է նաև հույսի գիծը, նույնիսկ ամենամութ սերիալներում եղել է մի փոքր լույս՝ Ալինայի ու Արևի անմեղությունը, Նորոյի պայքարն ընտանիքի համար, Մագդայի հավատը սիրո հանդեպ կամ Արշակի փորձերը ուղղելու անցյալի սխալները։ Հենց այդ պատճառով էլ հիմա, երբ ավարտի մասին խոսակցությունները գնալով շատանում են, հեռուստադիտողները երկակի զգացողություններ ունեն։ Մի կողմից բոլորը ցանկանում են վերջապես ստանալ պատասխաններ՝ ով է իրականում Մագդան Արշակի կյանքում, ինչպես կավարտվի Բաբկենի պատմությունը, կկարողանա Հասմիկը փրկել իրեն և վերջապես կհաշտվեն արդյոք այս մարդիկ։ Կիմանաք շատ շուտով։ Մագդան դեռ չգիտի, որ Արշակը ոչ թե իր հայրը, ներողություն, իր եղբայրը, այլ հորեղբայրն է։ Բայց մյուս կողմից սերիալում կա նաև տխրություն, որովհետև ցանկացած երկար սերիալ ժամանակի ընթացքում դառնում է ավելին, քան պարզապես պատմություն, դառնում է սովորություն, սպասում, զգացմունքային կապ։ Շատ հետաքրքիր է նաև այն, որ վերջին սերիալների տրամադրությունն արդեն իսկ հիշեցնում է ավարտական փուլ։ Գաղտնիքները հերթով բացահայտվում են, հերոսները սկսում են առերեսվել ճշմարտությանը, հարաբերությունները կամ փլուզվում են, կամ վերակառուցվում։ Սա հենց այն կառուցվածքն է, որով սովորաբար սերիալները մոտենում են իրենց վերջին հանգրվանին։ Հեռուստադիտողները հատկապես սպասում են՝ արդյոք սերիալը կունենա երջանիկ ավարտ, թե կընտրի ավելի ծանր ու իրատեսական վերջաբան։ Շատերը կարծում են, որ վերջում ընտանիքը կմիավորվի, որքան էլ ցավ, կորուստ, ատելություն եղած լինի, թվում է սերիալի գլխավոր գաղափարը միշտ եղել է այն, որ ընտանիքը հնարավոր չէ ամբողջությամբ քանդել, եթե մարդիկ դեռ ունակ են ներելու։ Բայց կան նաև հեռուստադիտողներ, ովքեր վստահ են, որ սերիալը կարող է ավարտվել շատ ավելի դրամատիկ ձևով, որ ոչ բոլոր հերոսներն են հասնելու իրենց երջանիկ ավարտին, հատկապես հաշվի առնելով Կարենի, Բաբկենի և Հասմիկի պատմությունները, հնարավոր է վերջին սերիալները լինեն շատ լարված ու ցավոտ։ Դերասանների արտաքին փոփոխությունները կարծես վերջին ազդանշանն էին հանդիսատեսի համար, և հենց այդ պահին մարդիկ հասկացան, որ շուտով ստիպված են լինելու հրաժեշտ տալ այս պատմությանը։ Սակայն անկախ նրանից, ինչ ավարտ կունենա ուրիշի ընտանիքը, մի բան արդեն ակնհայտ է՝ սերիալը կարողացավ ստեղծել կերպարներ, որոնց մարդիկ հավատացին, կարողացավ ստիպել հեռուստադիտողին զայրանալ, խղճալ, ներել, սպասել ու քննարկել ամեն սերիայից հետո։ Եվ գուցե հենց դա է ամենակարևորը ցանկացած պատմության համար՝ ոչ միայն բարձր դիտումները կամ ինտրիգները, այլ այն, որ մարդիկ իսկապես ապրեցին այդ պատմության հետ։ Եթե նկարահանումներն իսկապես ավարտվել են, ապա սա մի ամբողջ ճանապարհի ավարտ է, և ևս մեկ անգամ ապացուցվում է՝ ամենագեղեցիկ պատմությունները միշտ էլ դժվար է բաց թողնել։ Իսկ մինչ հասնենք վերջին սերիային ու բացահայտենք, թե ինչ է սպասվում, չմոռանաք միանալ մեր ալիքին, որովհետև շատ հետաքրքիր է լինելու։ Խոստանում ենք հետաքրքիր նորություններ
Եվ իհարկե գաղտնիքների բացահայտումն էր, որը դուք կիմանաք հենց առաջինը: Բաժանորդագրվեք մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, անպայման գրեք, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը սիրում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ: